Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ընտրողներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր վստահության, աջակցության և ընտրություններում ակտիվ մասնակցության համար։ Ձեր յուրաքանչյուր ձայնը կարևոր է և պարտավորեցնում է աշխատել ավելի պատասխանատու, ազնիվ ու նվիրված։ Դատապարտելի է այն ուժերի գործելակերպը, որոնք փորձել են ընտրողների կամքը խեղաթյուրել կաշառքի կամ այլ անթույլատրելի մեթոդների միջոցով։ Ժողովրդավարությունը չի կարող կառուցվել գնված ձայների վրա։ Քաղաքացու ձայնը ապրանք չէ, այն արժանապատվության, ազատ ընտրության և պատասխանատվության արտահայտություն է։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության ապագան պետք է որոշվի ոչ թե փողի ուժով, այլ քաղաքացիների ազատ ու գիտակից ընտրությամբ։ Իսկ նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ կաշառք են բաժանել, իրականում չեն վստահել ժողովրդին։ Սիրելի ժողովուրդ, նման գործելակերպը վնասում է պետությանը, խաթարում է արդար մրցակցությանը և աժեզրկում քաղաքացու ձայնը։ Ժամանակն է վերջ դնել այդ առատավոր երևույթին և ընտրությունները դարձնել բացառապես ազատ կամ արտահայտության միջոց։ Միասին դա կանենք։ Արձանագրենք մի փաստ։ Ընտրություններում պարտություն կրած քաղաքական ուժերի առաջնորդները ուզում էին հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, այդ մասին արդեն իմ գործընկերները նշել են, փորձեն մեկնաբանել քաղաքական իմաստով։ Կարող ենք փախուստը ընկալել որպես քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ։ Հեռացում հետագա քայլերը վերանայելու համար կանչվել էին նկավյոր։ Ընտրողների վստահությունը կորցնելուց հետո երկրից հեռանալու քայլ։ Ժողովրդավարական երկրում քաղաքական գործիչը պետք է կիսի թե հաղթանակի, թե պարտության պատասխանատվությունը։ Իսկ եռագլուխ կուսակցության ղեկավարները արդյոք պատրաստ էին կրել քաղաքական պատասխանատվությունը իրենց ընտրողների առաջ։ Դա դեռ հարց է։ Շնորհակալություն։